Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք պանդրե գնդիկներով սերուցքային ապուր։ Կերակուրը պատրաստելու համար մեզ հարկավոր է հավի անոսկր բդիկներ, բանջարեղեն, կարագ, զիթայուղ, յուղոտ պինդ պանիր, հալած պանիր, արտֆուտ, համի արվեստ և ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Սրանք հիմնական բաղադրիչներն են։ Սկսենք հավի բդիկներից։ Տեղադրում ենք տախտակը։ Հանենք այն ամենը, ինչը մեզ կարող է պետք գալ սառնարանից։ Վերցնում ենք մեծ կաթսան, մի քանի կաթիլ ձիթայուղ ենք լցնում, մոտ 30 գրամ կարագ, մինչ կտաքաննա յուղը մշակենք հավի բդիկները։ Այստեղ 1 կիլոգրամ է, ինձ հարկավոր է ուղիղ կեսը, այսինքն 3 բդիկներ։ Կտրատում ենք չափաբաժինների։ Ամեն բդիկը 6 մասի։ Կարծում լավ է։ Անմիջապես փոխում ենք տախտակը և դանակը։ Եվ մսակտորները տապակում ենք այնքան, մինչև կարմրեն։ Մինչ նրանք կարմրում են, նախապատրաստենք համեմունքը։ Բովելու եմ մառանիկ ընկերության հատիկ սև պղպեղ, ծովի աղ, համեմի սերմ, որից հետո տարորելու ենք հավանգի մեջ։ Նախ ծեծում ենք, հետո տրորում։ Հենց մսակտորները կարմրեցին, կավելացնենք եռացրած ջուր և արգանակ կեփենք։ Ընթացքում կերպի նաև միսը։ Այժմ անցնենք պանդրե գնդիկներին։ Վերցնում ենք ապակյա թաս, քերում ենք յուղոտ պինդ պանիր, այստեղ 150 գրամ է,
100 գրամ։ Կամ կարող է հենց 150-ն էլ քերենք։ Քերում ենք մանր անցքերով։ Ես սկսեցի մեծով, բայց շատ արագ փոխեցի մանր անցքերով քերելուն։ Լավ է։ Սրան ավելացնում ենք 1 ձու, հարենք եւ ավելացնենք։ Համեմ ենք 1 պտխունց աղով մառանիկ ընկերության, ձվի հյուսվածքները քանդելուց հետո ավելացնում ենք քրքում, այն ոսկեզոծ երանգ կհաղորդի գնդիկներին, քրքումը նաև շատ օգտակար է։ Ես հաճախ եմ այն օգտագործում։ Սա լցնում ենք պաների վրա։ Լավ խառնում ենք, թող հավասար տարածվի ձուն։ Շատ լավ կարմրել է միսը։ Մինչ ջուրը ավելացնելը կհամեմ եմ սպիտակ կիսաանապակ գինով, մոտ 50 գրամ։ Քսան վայրկյանից, երբ գինու ալկոհոլը կգոլոշանա, կավելացնեմ ջուրը։ Կավելացնեմ 1.5 լիտր եռացրած ջուր։ Թող եփվի։ Վերադառնանք գնդիկներին։ Սրան ավելացնում ենք մառանիկ ընկերության ցորենի ալյուր 50 գրամ։ Գործ ենք դնում գունավոր հարթությունը։ Այժմ ալերոտում ենք ձեռքերը։ Եվ ստացված զանգվածից գնդիկներ ձևավորում։ Եվ շարում գունավոր հարթության վրա։ Նույնքեպ մնացած զանգվածն ենք մշակում։ Վերցնում ենք սննդային թաղանդ։
Եվ գնդիկները ուղարկում ենք որոշակի ժամանակով սառցախցիկ։ Սա էլ արեցինք, ասնենք առաջ։ Ապուրի մեջ առաջարկելու եմ կարտոֆիլ։ Կտրատում ենք մանր խորանարդիկների և գցում ենք եփվող արգանակի մեջ, եռացող արգանակի մեջ։ Մանր կտրատենք, թող արագ եփվի։ Նրանք, ովքեր ունեն ժամանակ, կարող են ավելի մեծ կտորներով կտրատել կարտոֆիլը, սպասել մինչև եփվի։ Կարծում եմ ամենաերկար եփվող մթերքը այս կերակրի մեջ կարտոֆիլն է։ Թող եփվի։ Ընթացքում կարող է պետք գալ ջուր եռացրած, թող թեյնիկը միացած լինի։ Այժմ անցնենք մյուս բաղադրիչին, դա սոխն է։ Սոխը կտապակեմ մի քանի կաթիլ ձիթայուղով։ Կվերցնեմ 1 գլուխ սոխ, կկտրատեմ մանր։ Անմիջապես սոխը կհամեմ մառանիկ ընկերության շաքարավազով, աղով և սոդայով։ Ապուրին մասնակցում է նաև գազարը։ Կտրատում ենք մանր խորանարդիկների։ Կօգտագործեմ նաև կծու և քաղցր պղպեղներ, սկսենք կծուից, կտրատում ենք չիլի պղպեղը օղակների։ Անմիջապես կկտրատեմ նաև քաղցր պղպեղը։ Տարբեր գույներ եմ ընտրում, թող ուրախ ստացվի, ուրախ կերակուր։ Սա էլ ենք կտրատում մանր։ Մի քիչ ջուր ավելացնենք։ Շատ լավ է։
իր նուրբ համով ապուրին կմասնակցի սող սավզին։ Կվերցնեմ սրա 3 սանտիմետրանոց կտոր։ Կիսում ենք, բացում ենք, նայում ենք չկա ավազ և կտրատում ենք կիսավղակների։ Եթե կա ավազ, հոսող ջրի տակ լվանում ենք։ Իհարկե սխտորն էլ այստեղ համահունչ է, 3 բջեղ սխտոր ենք շերտատում ավելացնում, սխտորը չեմ տապակի, սխտորը կլցնեմ արգանակի մեջ, թող խաշվի և արգանակին տա իր համը և բույրը։ Եվս մեկ յուրահատուկ համ կվերցնեմ Art Food ընկերության կանաչ ձիթապտուղ, վերցրել եմ անկորից, որ հեշտ լինի մշակելը, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, կարծում եմ 10 ձիթապտուղը բավական է, կտրատում ենք օղակների։ Ձիթապտուղն էլ չեմ տապակի, կլցնեմ անմիջապես արգանակի մեջ և ընդհանրապես տապակվող բաղադրիչներն էլ կլցնենք, ճիշտ պահն են։ Նրբություն կհաղորդի ապուրին հալած պանիրը, վերցրել եմ սերուցքային հալած պանիր։ Եվ մոտ 1 ճաշի գթալ, թթվասեր։ Համ տեսենք, աղի բացակայություն, մոտ 1.5 գթալ, մառանիկը աղ ենք ավելացնում, մառանիկի աղն ենք ավելացնում և գնում ենք գնդիկների ետևից, սարցախցիկ։ Եփում ենք ևս 7 րոպե, որից հետո կմնա ավելացնել թարմ կանաչիներից կառաջարկեմ սամիտ, փոքր փունջ սամիտ, արի այստեղ։ 7 րոպեից կավելացնեմ թարմ սամիթը, կանջատեմ կրակը, կթողնեմ 15 րոպե այսպես համերը թող հավաքվեն իրար վրա և կմատուցենք։ Պանրե գնդիկներով սերուցքային ապուր։
Ձիթայուղի եւ կարագի խառնուրդ տաքացնել, միջին չափի կտրած հավի անոսկոր բդիկները տապակել, հատիկ սև պղպեղ, ծովի աղ, համեմի սերմ բովել, տրորել, համեմել մսակտորները։ Երբ մսակտորները կարմրեն, սպիտակ կիսաանապակ գինի լցնել, 20 վայրկյանից 1.5 լիտր եռացրած ջուր ավելացնել, կտրատած կարտոֆիլ, սխտոր, կանաչ անկորից ձիթապտուղ դնել, եփել։ Պանրե գնդիկների համար թասի մեջ յուղոտ պինդ պանիրը մանր քերել։ Առանձին ամանում ձու ջարդել, աղ եւ քրքում ավելացնել, հարել, լցնել քերած պանի վրա, ցորենի ալյուր ավելացնել, շաղախել։ Զանգվածից ընկույզի չափ գնդիկներ ձևավորել, ծածկել թաղանթով, որոշակի ժամանակով սառցախցիկ դնել, որ թեթևակի պնդանան։ Տապակի մեջ ձիթայուղով սոխեռած անել, անմիջապես համեմել աղով, շաքարավազով եւ սոդայով։ Սոխեռածին մանր կտրատած գազար, կծու եւ քաղցր պղպեղներ, սաբզի սոխ ավելացնել, տապակել։ Սոխեռածը լցնել կաթսայի մեջ, սերուցքային հալած պանիր, թթվասեր ավելացնել, խառնել, համեմել աղով։ Պանրե գնդիկները գցել կաթսայի մեջ, եփել։ 7 րոպեից կտրատած սամիթ լցնել, կրակն անջատել, թողնել 15 րոպե թրմվի։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք բանջարեղեն, նրբ երշիկ, յուղոտ պինդ պանիր, կաթի սերուցք, ձու, արդֆուտ, համի արվեստ եւ ընտրյալհատիկ համի գաղտնիք, դե իհարկե մարանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։